Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Արաքելյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Արաքելյան։ Բարև ձեզ։ Պարոն Արաքելյան, հերրակա բանավեճ է սկսվել Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի միջև։ Սամվել Կարապետյանը խայտարակություն է որակում Նիկոլ Փաշինյանի Մոսկովյան այցը։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասում է, որ Կալուգայից եկած Սամվել, դու տեսել ես միտինգում ձեր քանի հոգի կա, 4 հոգի եք եւ այլն, ասում է, սա ինչպես կմեկնաբանեք, սա քարոզարշավի շրջանակներում է տեղավորվում, թե արդեն անձնական ինչ-որ հակամարտություն է։ Տեսեք, դուք ինչ եք պատկերացնում, որ Սամվել Կարապետյանը պետքա գովեր Նիկոլ Փաշինյանին եւ այսպես ասեր, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր խայտարակություն Նիկոլ Փաշինյանի հետ։ Բնականաբար նման հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանը առնվազն ունեցվածքի առումով կունենար 0 ուրեմն դրամ կամ ռուբլի կամ դոլար, չհաշված այլ ուրեմն հարցերը եւ հետեւաբար բնականաբար տեսանք չէ, որ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ իրենք պրոռուսական գործիչներ են, ըստ էության հայտարարել է, որ նրանք իրանց այսպես ասած մարդիկ են, որոնք ուղարկված են Հայաստան եւ բնականաբար Պուտինի ուղարկած մարդիկ պետքա գովերքեին Պուտինին եւ փնովեին Հայաստանի վարչապետին։ Այսինքն սրանք ցարի պասլանիկներն են, հա, եւ այդ պասլանիկները պետքա գովեին ցարին կամ Ռուսաստանին կամ, չգիտեմ, ռուսական շահերը սպասարկեին եւ հետեւաբար այստեղ անակնկալ չկա, էլի, որ Սամվել Կարապետյանը պետքա այսպես շատ ուժեղ գտնվեր եւ իրերը անվաներ իրենց անուններով։ Իսկ այդ Հայաստանի վարչապետի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպան մասին խոսում է միջազգային մամուլը եւ այդ մամուլից մենք գիտենք, թե ըստ էության ինչպիսի հանդիպում է եղել։ Այսինքն հանդիպան տպավորությունները, օբյեկտիվ տպավորությունները ինչպիսին են, օրինակ միջազգային մամուլի եւ անկախ այսպես լրագրողների եւ դիտորդների մոտ։ Դե հիմա Սամվել Կարապետյանն ասում է, որ բարկացած են փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից, հայտարարակ եղավ Մոսկվայում, բայց ինչ ավելի վատ է, հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչու է երկիրը դարձել։ Տեսեք, Սամվել Կարապետյանի եւ իր խմբակի համար աշխարհաքաղաքականությունը սկսում եւ ավարտվում է Մոսկվայում, այդ Կրեմլի շրջակայքում։ Երբ որ իրանք խոսում են աշխարհաքաղաքականությունից, չգիտեմ, տպավորություն է ստեղծվում, որ իրանք իրենց ձեռ են առնում, քանի որ այս մարդը ինչ խոսում է, ամեն երկրորդ բառը Ռուսաստան, Մոսկվա, Ռուսաստան, Մոսկվա, հասկանալի է, որ իրանք ունեցվածքը այնտեղ է եւ իրանք այսօր պայքար են մղում ոչ թե Հայաստանի Հանրապետության համար, այլ իրենց ունեցվածքի համար, իրենց հերանեկարի համար, իրենց ապագայի համար եւ այդ ունեցվածքը հերանեկար եւ ապագան կախված է մեկ մարդուց, այդ մարդու անունը մենք գիտենք, Ռուսաստանի նախագահն է, եւ Ռուսաստանի իշխանություններն են, եւ բնականաբար այդ մարդը պետքա գովի Ռուսաստանի նախագահին, Ռուսաստանին, սպասարկի Ռուսաստանի շահերը, այլապես ինչպես Ռուսաստանում շատերը կուլակաթափ կլինեն եւ մնացած հետևանքներով։ Եվ հետեւաբար, երբ որ խոսում են աշխարհաքաղաքականությունից, մարդիկ ովքեր կիլոմետրերով հեռու են աշխարհաքաղաքականությունից ու դրա ընկալումներից, գիտեք, սա մանկապարտեզի երեխայի խոսակցություն է։ Ու ընդհանրապես այդ տեքստը երևի, եթե վստահային 3-րդ դասարանի աշակերտի, ուրեմն աշակերտին, ապա շատ ավելի հետաքրքիր քաղաքական տեքստ կգրեր, քան ինչ որ տարածվել է Սամվել Կարապետյանի անունից, ամենայն հավանականությամբ էլի արհեստական բանականության միջոցով գեներացված։ Բա ինչ անի այդ մարդը, պարոն Արաքելյան, հնարավորություն չի տալիս իշխանությունը իրավապահ համակարգը նրան հաղորդակցվել, դուրս գալ իր, ինչպես իրենք են ասում, հազարավոր։ Իրենք ստում են, որ իրավապահ համակարգը վերջացնեմ, իրենք դուրս գան, շփվեն, ուղերձներ տարածի, հարցազրույցներ տա, գուցե եւ Սամվել Կարապետյանին ուզում է հարցազրույց տա, իրավապահ համակարգը ըստ իր փաստաբան Արամ Վարդևանյանի միայն մարտի 27-ի համար կարճ տեսաուղերձի հնարավորություն է տվել, այլևս ըստ Արամ Վարդևանյանի որևէ հնարավորություն չկա, ինչու եք զրկում։ Եթե չեմ սխալվում, կա իրավապահ մարմինների հայտարարությունը, որ այդ առումով Սամվել Կարապետյանի վրա որևէ արգելանք չկա, եւ եթե ինքը ուզում է ձեզ հարցազրույց տալ, այս ֆորմատով ինչպես մենք հարցազրույց ենք վերցնում, ինքը շատ հանգիստ, տեսեք, իրանք այսպես բարձր տեխնոլոգիաներին են, չէ, դիմում, արհեստական բանականություն եւ այլն եւ այլն։
Իրանք կարող են օգտագործել այս նույն տեխնոլոգիաները եւ ձեզ հարցազրույց տան, մյուս լրագրողներին հարցազրույց տան, մամուլի ասուլիս նույնիսկ կազմակերպեն այսպես հերավար կարգով եւ դուք ձեր հարցերը ուղղեք Սամվել Կարապետյանին։ Ակնհայտ է, որ իրանք դա չեն անում շատ կարեւոր պայմանով, որ Սամվել Կարապետյանը երևի ի վիճակի չի ուրեմն գեներացնել մտքեր, որոնք խելամիտ կլինեն, ի վիճակի չի գեներացնել այնպիսի մտքեր, որոնք հետագայում չեն օգտագործվի իր դեմ, ինչպես օրինակ մենք գիտենք, մի առիթով է վերջերս Սամվել Կարապետյանը աչքի ընկել, երբ որ այդ կալանքի գործընթացներ ընթանում, ընդամենը հայտարարեց, որ ինքը թքած ունի, չգիտեմ, ձեր վրա էլ եւ հեծի վրա էլ, հա, ասենց ինչ որ արտահայտություն արել, այդտեղ է Սամվել Կարապետյանի մտքի Ձեր վրա թռիչքը ասելով քաղցր։ նկատի ունի իշխանություններին, ոչ թե Հա, ժողովրդին։ նկատի ունեմ, այդպես արտահայտություն արեց։ Այսինքն այդ է եղել քաղաքական առումով Սամվել Կարապետյանի մտքի թռիչքը։ Հիմի այս մտքի տեր անձնավորությունը, եթե թողեն ձեր նման պրոֆեսիոնալ լրագրողի դեմ հանդիման, պատկերացնում եք ինչ կլինի Սամվել Կարապետյանին։ Ես չեմ պատկերացնում, կամ ավելի ճիշտ պատկերացնում եմ։ Դե ես կտամ հարց, նա կպատասխանի։ Ինչն է անիրատեսական։ Դե այդ մարդիկ խուսափում են հենց այդ հարցերից, այդ մարդկանց համար կոմֆորտ է, որպեսզի իրենց փոխարեն արհեստական բանականությունը գեներացնի մտքեր, այդ մտքերը ցուցադրեն հանրությանը եւ այսպես ուրախանան, որ տեսեք իրանք փնովում են, չէ՞, արևմտյան, իրանք արևմուտքին համարում են Հայաստանի թշնամի կամ այդ հավաքական արևմուտքին Ռուսաստանը համարում է իր թշնամին։ Իրենք էլ Ռուսաստանի շահերի սպասարկողն են Հայաստանի Հանրապետությունում, ինչպես հայտարարեց ըստ էության Ռուսաստանի նախագահ։ Հիմա իրանք մի կողմից արևմուտքին համարում են թշնամի, մյուս կողմից արևմուտքի այդ գործիքները օգտագործում են իրենց բանը, ուրեմն քարոզարշավը իրականացնելու համար, կամ իրանք փնովում են արևմուտքի, մյուս կողմից այսպես հանդես են գալի ժողովրդավարության պաշտպանության դիրքերից եւ այլն եւ այլն, այսինքն այստեղ էլ հակասություն կա այդ մարդկանց։ Մարդիկ պետքա կողմնորոշվեն, թե իրանք ինչ են վերջի վերջո ուզում։ Դե հիմա Սամվել Կարապետյանն ինչ է ասում է ինչու էր պետք փորձ անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից, նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, ԱՈ առևտրին ու ապագայում էլ վստահ եմ չի խանգարել։ Ուղղակի խելք ու ժողովրդական լեզվով ասած շնորհք է պետք ունենալ, որպեսզի այդ ամեն ինչը ըստ Սամվել Կարապետյանի կարողանալ օգտագործել եւ հետո պետք է պարզապես ողջամիտ լինել Ռուսաստանի հետ մեր տնտեսական Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Այս Տեսեք, հայտարարությունը նախ սկսենք այնտեղից, երբ որ Սամվել Կարապետյանը խոսում է Ռուսաստանին հեռացնելու մասին, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին չի հեռացրել այս տարածաշրջանից, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունը ինքն է հեռացել այս տարածաշրջանից, Հայաստանի Հանրապետությունը ըստ էության բոլոր հնարավորությունները տվել է Ռուսաստանին ակտիվ ներգրավել եւ Ղարաբաղյան հակամարտության մեջ եւ ուրեմն անվտանգային երաշխիքներ վերցնել եւ խաղապահներ բերել եւ չգիտեմ տնտեսական հարաբերություններ զարգացնել եւ ռազմատեխնիկական հարաբերություններ զարգացնել։ Մենք տեսանք, որ սկսած 2020-21 թվականներից Ռուսաստանը ինքը զիջեց իր դիրքերը եւ հեռացավ տարածաշրջանից։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տեսեք Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանի այլ պետությունների հետ հարաբերություններին, դուք ընդհանրապես վերցրեք եւ կարդացեք Օվերչուկի վերջին օրերի այդ հարցազրույցները, թե ինչ են իրենք ասում Հայաստանի Հանրապետության հասցեին։ Իրանք հստակ ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հարաբերություններ զարգացնել Եվրոպական միության հետ։ Հայաստանի Հանրապետության համար այսպիսի խնդիրներ կստեղծենք, այսպիսի խնդիրներ կստեղծենք, այսպիսի խնդիրներ կստեղծենք։ Ու դա ըստ էության նաև կրկնում է իր հայտարարության մեջ ենթատեքստով կամ ինչ որտեղ նաև ակնհայտ Սամվել Կարապետյան, այսինքն այս մարդիկ լծված են Հայաստանի Հանրապետության զարգացումը կասեցնելուն ու դա անում են նաև դրսի ուժերի հետ համատեղ։ Եվ դուք ինչու եք կասկածի տակ դնում Կարապետյանի այս գրառման հեղինակը լինելու փաստը, հանգամանքը։ Ասեմ ինչու, որովհետև Սամվել Կարապետյանը այս ամբողջ թողու բոյի մեջ
իր դեմքով այս ընթացքում հանդես չի եկել, նրա փոխարեն հանդես է եկել արհեստական բանականությամբ գեներացված ինչ որ մի կերպար, որը նման է Սամվել Կարապետյանին։ Եվ հետևաբար ես ունեմ հիմքեր կասկածելու, որ այս տեքստերը հենց գրում է Սամվել Կարապետյանը կամ հենց գրվում է Սամվել Կարապետյանի թիմի կողմից, ես կասկածներ ունեմ հիմնավոր, որ այս տեքստերը գեներացվում են արհեստական բանականության կողմից։ Եվ պարոն Առաքելյան, վստահ եմ հետևել եք ազգային ժողովում օրենքի փոփոխությանը ընտրական օրենսգրքում, որով արգելվում է անուն օգտագործել քաղաքական ուժի միավորման անվան մեջ, օրինակ այս դեպքում Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք չի կարող լինել, ինչու իշխանությունը փակեց նրա նախընտրած անունը օգտագործելու հնարավորությունը։ Տեսեք, այստեղ մեծ մանիպուլյացիա կա, բայց մինչև մեծ մանիպուլյացիային անցնելը ես նշեմ, որ սա ըստ էության անհատների անունների օգտագործումը ըստ էության որոշակի հակասության մեջ է գտնվելու Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի փիլիսոփայության հետ, իսկ ընտրական օրենսգիրքը մենք գիտենք, որ համամասնական ընտրակարգով է եւ այդտեղ անհատները մեծ առումով չեն ներկայացում են քաղաքական ուժերը եւ իրենց ծրագրերը։ Սա մեկ, երկրորդը մենք գիտենք, թե ինչ մանիպուլյացիա է գնում Սամվել Կարապետյանի այսպես հետ կապված, երբ որ փորձում են երրորդ երկրի քաղաքացուն բերել Հայաստանի Հանրապետություն, ընդ որում արդեն այդ երրորդ երկրի առաջնորդը խոստովանել է, որ այս մարդիկ ռուսամետ գործիչներ են եւ փաստացի ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության շահերը, այ երրորդ երկրի շահերը ներկայացնող մարդուն, ով նաեւ երրորդ երկրի կամ երկրների նաեւ քաղաքացի է, փորձում են բերել Հայաստանի Հանրապետություն եւ դարձնել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ ղեկավար եւ այլն։ Ընդ որում մեր սահմանադրությունը եւ օրենսդրությունը արգելում է։ Եվ հիմա իրանք Սամվել Կարապետյանի անունը օգտագործելով փորձելու են մեր քաղաքացիներին մոլորության մեջ դնել, ասել այդ տեսեք, որ ասում ենք Սամվել Կարապետյանը կարողանում է մասնակցել ընտրություններին եւ այդպես մանիպուլացնելով որոշակի ձայներ կորզել։ Եվ ես կարծում եմ, որ այո, ցանկացած մանիպուլյացիա, որ իրականացվում է, այդ մանիպուլյացիայի դեմը պետք է առնել օրենսդրորեն, եւ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպիսի ուրեմն փողեր են ծախսվում եւ ինչպիսի ուրեմն կայքեր են fake բացում եւ ձեր լրատվամիջոցը նաեւ ներգրաված է այդ կեղծ տեղեկատվության բացահայտման գործում, որը նաեւ ողջունելի է, նաեւ ողջունում եմ որոշ գործընկերների, այդ թվում ձեր լրատվամիջոցին, որոնք միավորվել են, ստեղծել են մի հարթակ ընդդեմ այդ կեղծ կայքերի, fake կայքերի եւ դրանց տարածած լուրերը։ Եվ ահա այս ամբողջ մանիպուլյացիայի ընթացքում իրանք փորձելու են նաև դա էլ մանիպուլացնել եւ մեր քաղաքացիներին ուրեմն մոլորության մեջ դնել։ Լավ, արեք իրենց հայտարարությունները մի կողմ տանենք, պարոն Առաքելյան։ 4-5 օրից մեկնարկում է առաջադրումները, քաղաքական ուժերը պետք է իրենց հայտերը ներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ 5 օր առաջ իշխանությունը, իշխող ուժը արտահերտ նիստով նախագիծ է բերում եւ փոխում ընտրական օրենսգրքի մի դրույթ, որը արգելում է օրինակ ստեղծել Էդգար Առաքելյան դաշինք եւ մասնակցել ընտրություններին։ Եվ այդ ամենից 10 օր առաջ Էդգար Առաքելյանը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու է իր անուն ազգանունը կրող դաշինքով։ Սա արդյոք Էդգար Առաքելյանի դեմ գործողություն չէ։ Դե ես արդեն նշեցի, թե խնդիրը ինչումն է, եւ իհարկե մենք ունենք օրենսդրական բացեր եւ այդ բացը հիմա է Սամվել Կարապետյանից հայտարարությունից մի քանի օր հետո պետք է այդ բացը լրացվեր։ Տեսեք, մենք ապրում ենք նախընտրական այսպես ժամանակահատվածում, իհարկե դեռևս չենք մտել պաշտոնական նախընտրական ժամանակահատված եւ այս ընթացքում իհարկե կարող են առաջ հատկապես հաշվի առնելով այն ուրեմն մանիպուլյացիոն գործընթացները, որ տեղ են ունենում ընդդեմ նաև մեր ընտրողների ու քաղաքացիների, այս ընթացքում այո պետք է գտնվել շատ օպերատիվ եւ օպերատիվ նույնիսկ նման իրավիճակներում այդ խնդիրներին լուծում տալ։ Ես գտնում եմ իմ անձնական կարծիքը, որ սա մանիպուլյացիայի մեծ տեղ էր, ուրեմն դաշտ էր ստեղծելու, որը փակվեց։
Եվ մեծ առումով սա տեխնիկական հարց է, որը այնպես չի, որ այդպես խնդիր առաջացնելու տարբեր ուժերի կամ Դե կոնկրետ ուժը ասում է, սա իմ համար բացասական ազդեցություն է ունենալու, այդ ուժի ներկայացուցիչը մեծ առումով նաև այնտեղ ասում էր, որ սա խնդիր չի մեր համար եւ այլն, հետո ասում է սա բաց է առաջացնելու եւ այլն։ Այսինքն, եթե իրանց համար խնդիր չի, ո՞րն է խնդիրը։ Մենք գտնում ենք, որ այո, սա մանիպուլյացիայի տեղ է թողնում, քանի որ մարդը, որը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ղեկավար վարչապետ կամ չի կարող ընտրվել, այս ուրեմն անվան օգտագործելով մանիպուլացնելու են մեր քաղաքացիներին ու փորձելու են ինչ որ ձայներ կորզել։ Հիմա օպերատիվ այդ խնդիրը լուծվել է։ Դուք կարծում եք, որ կապ չունի Սամվել Կարապետյանի հետ։ Ես կարծում եմ, որ կլինի Սամվել Կարապետյանը, կլինի Գագիկ Ծառուկյանը, կլինի Ռոբերտ Քոչարյանը եւ այլ ուժեր, ովքեր կփորձեն տարբեր միջոցներով մանիպուլացնել մեր ընտրողներին, կլինի իրենց անունների օգտագործումով թե այլ միջոցներով, քանի օրենսդրական հնարավորություն կա, մենք գիտենք, որ բուն նախընտրական ժամանակահատվածում, որքան ես գիտեմ, այդ օրենսդրական փոփոխությունները իրականացնելու հնարավորությունները չկան կամ նվազեն, ապա միջև բուն նախընտրական ժամանակահատվածը թևակողելը պետք է այդ օրենսդրական փոփոխությունը կամ այդ բացերը փակվեն։ Քանի որ կրկնեմ, այսօր մեր պետությունը եւ հասարակությունը գտնվում է լուրջ ճնշումների ներքո, մեր պետությունը եւ հասարակությունը գտնվում է ուղիղ հիբրիդային հարձակումների եւ պատերազմի ներքո, եւ այս առումով մեր պետությունը պետքա շատ օպերատիվ գտնվի եւ գտնվել է ու այդ բացը լրացրել է։ Եթե հնդածս կլինեն էլի հարցեր եւ հնարավոր կլինի փոփոխություններ իրականացնել, ապա դա պետք է անել։ Պարոն Առաքելյան, սա ինչ խնդիրեր առաջացնելու։ Ես արդեն նշեցի, այս ձևով իրանք փորձելու են մանիպուլացնել մեր քաղաքացիներին, ասեն օրինակ տեսեք, ասում եք Սամվել Կարապետյանը չի կարող մասնակցել կամ դառնալ վարչապետ, տեսեք, որ իր անունը ցուցակում կա եւ այդպես շարունակ, այսինքն կրկնեմ էլի, բայց ընտրողը տեսնելու էր, որ դա ուղղակի անուն է, ոչ թե ես չեմ կարծում, ես կարծում եմ, որ մեր շատ ընտրողների այսօր հատկապես այս տեղեկատվական այս բումի, հա, այս կեղծ տեղեկատվական բումի պայմաններում շատ հեշտ է մանիպուլացնել եւ սա այդ մանիպուլյացիոն ուրեմն միջոցներից մեկն էր, որի հնարավորությունը կամ որի դեմը առնվեց, այսպես ասած։ Մենք 60 օրից ունենալու ենք նոր վարչապետ, պարոն Առաքելյան, ուժեղ Հայաստանն է դա պնդում, իրատեսական համարում եք։ Տեսեք, ես չգիտեմ ուժեղ Հայաստանը ինչ է պնդում, ոնց է պնդում, ես գիտեմ հանրության տրամադրությունները, իսկ այդ հանրության տրամադրություն եւ օբյեկտիվ հարցումների արդյունքները եւ այդ հանրության տրամադրությունների եւ օբյեկտիվ հարցումների արդյունքները հետեւյալն են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենալու է էլի ճնշող մեծամասնություն ապագա խորհրդարանում եւ ներկայիս վարչապետը Նիկոլ Փաշինյանը էլի վերընտրվելու է վարչապետի պաշտոնում։ Իսկ թե ուժեղ Հայաստանը ինչ երազանքներ ունի, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ երազելն էլ վատ բան չի, թող երազեն, թող ուրեմն ուրախանան, դուք նշեցիք 60 օր մնաց, մենք այդ 60 օրից հետո կտեսնենք, թե ով է լինելու Հայաստանում իշխանություն եւ ով է լինելու վարչապետ։ Մենք գիտենք, որ մարդ կար էլի, որ ժամանակին ասում էր դե կռելու ենք, միջև քոք մաշելու ենք, այսինքն այդ նույն շրջանակներն են, որոնք էլի հունիսի 7-ից հետո լուրջ հիասթափություններ են ապրել։ Պարոն Առաքելյան, Սամվել Կարապետյանը մի քանի բան ունի ասելու Նիկոլ Փաշինյանին, եղբոր որդին է հրապարակում, ասում է մի վախեցիր, ցիլոյով մարդ, մի վախեցիր Սամվել Կարապետյանից, նա քեզ բան չի անի, պարզապես մի երկու բան ունի ասելու, ձեզ ինչ ունի ասելու Կարապետյանը Փաշինյանին։ Տեսեք, ուրեմն Նարեկ Կարապետյանը մի մարդու է ասում մի վախեցի, որ ամեն օր հասարակության մեջ է, ամեն օր, չգիտեմ, հեծանիվ է քշում, քաղաքացիների հետ շփվում է, չգիտեմ, երաժշտական միջոցառումներ է կազմակերպում եւ այլն եւ այլն։ Վախկոտի տպավորությունն է թողում հենց այդ Նարեկ Կարապետյանի հորեղբայրը, ով տնային կալանքի պայմաններում վախենում է իր դեմքով խոսալ։ Մի եթե բան ունի
Նիկոլ Փաշինյանին ասելու, ինչի է այդ անփորձ Զարմիկին ուղարկել իր անունից, ասում է, որ բանը այդ Սամվել Կարապետյանը բան ունի ասել։ Բան ունի ասելու, թող միացնի եթերը ու Նիկոլ Փաշինյանին ինչ ունի ասելու, թող ասի, եթե կարա էլի, եթե չի վախենում, եթե այտենց ուժեղ տղա է, թող միացնի ասի, ինչն է խնդիրը։ Պարոն Առաքելյան, այլ թեմաների անդրադառնանք։ Հա, իդեպ, որ ասում եք Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս, շփվում է եւ այլն, դուք չեք տեսել իրեն ինչ զորք է ուղեկցում։ Ես վերջին անգամ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել եմ այդ Երևանի փողոցներով այդ երթին, քայլին, հա, եւ վստահեցնում եմ ձեզ, որ այդ անձնակազմը, հա, անվտանգության որևէ քաղաքացու որևէ բան չեն անում, այդ անվտանգության աշխատակիցները ուղղակի այսպես հետևում են ընդհանուր ընթացքին եւ չի եղել որևէ քաղաքացի, չի եղել Եվ որևէ բոքսում քաղաքացի, են որ ցանկանա, եկեղեցում 18 տարեկան աշակերտին եւ չի 18 եղել որևէ տարեկան աշակերտին կանդադառնամ բոքսում ես են հիմա, եկեղեցում։ կանադառնամ ես հիմա, չի եղել որևէ քաղաքացի, որ ցանկանա մոտենալ Հայաստանի Հանրապետության վարչապետին ու չի կարողացել։ Հենց նույն այդ 18 տարեկան ձեր նշած անձը էլի ցանկացել է, այսինքն մոտենալ վարչապետին եւ մոտեցել է, բայց Հայաստանի Հանրապետության վարչապետը, անկախ նրանից թե ով է Հայաստանի Հանրապետության վարչապետը, դա նաեւ պետությունն է ներկայացնում ու պետությունն է ըստ էության եւ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ, դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ մեծ առումով մենք տեսել ենք դրա հետևանքները 99 թվականի հոկտեմբերի 27-ին եւ այսօր այդ 99 թվականի հոկտեմբերի 27-ի շահառուները այսօր էլի դուրս են եկել ու արդարացնում են նման քայլերը պետության ղեկավարների նկատմամբ։ Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն թողել գնացել էր, անվտանգության աշխատակիցը ինչու էր հարվածում երիտասարդին։ Իրեք նախ բերեք այսպես ասենք, նախ անվտանգության աշխատակից այդ պահին գնահատում է իրավիճակը ըստ բանի, այսինքն այն անձին ումը որ իրենք պահպանում են, հա, այդ անձը ենթարկվել է հարձակման։ Եվ այստեղ պետք չի էլի սարքել բան տրագեդիա, այսինքն դուք տեսել եք օրինակ օտար երկրներում ինչ են անում են մարդկանց նկատմամբ, հենց տեղում, երբ որ նման որևէ ինչ որ նույնիսկ անկանոն շարժ են անում պետության ղեկավարների նկատմամբ։ Հա, ես Այնպես որ տեսել եմ, օրինակ օտար պետություններում չեն թքում քաղաքացու վրա, չեն հայոյում քաղաքացուն, օտար պետություններում, եթե ժողովրդավար պետությունների մասին ենք խոսում, ոչ Իրան, Ադրբեջան կամ Աֆղանստան ու եսիմինչ, չենք տեսել, որ երկրի ղեկավարը անչափահաս երեխայի հետ կնոջը հոգեբանական բռնության է ենթարկում։ Այո, շատ տեսեք, էս ինչ վերաբերում է երկրի ղեկավարի հետ որ ասում եք, երկրի ղեկավարը դրա հետ կապված իր ուրեմն իր հայտարարությունը արել է եւ ներողությունը խնդրել է, սա էլ է Միգուցե այդ ժողովրդավարական երկրում, երիտասարդն էլ էր իր արածի համար ժողովրդավարական ներողություն երկրում խնդրում, պարոն Առաքելյան։ ժողովրդավար տեսեք այդ երիտասարդը Թողեք ներողություն խնդրեր, գուցե ինքն էլ էր ներողություն խնդրում։ եթե մարդը ներողություն խնդրեր, մինչև հիմա կխնդրեր, այնպես որ դրանք մանիպուլյացիաներ են ու մեծ առումով իմ տեսակետը հետեւյալն է, որ ցանկացած նման գործողություններ հատկապես պետության ղեկավարի նկատմամբ անթույլատրելի են, հատկապես մեր երկրում, քանի որ մենք դրա դառը պտուղները տեսել ենք։ Պարոն Առաքելյան, տեսեք, իշխանության ներկայացուցիչները դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց։ Okay, շատ լավ, որ խնդրեց, բայց երբ որ մարդը ասում է փախածներ, գոռում է, վախացնում է անչափահաս երեխային իր գորգռոցներով, երբ որ թքում է ազգային ժողովի նախագահը քաղաքացու վրա, երբ որ հայոյանքին ի պատասխան Ալեն Սիմոնյանը հայոյանքով է պատասխանում, երբ որ Անդրանիկ Քոչարյանը իր տղային վեր է դասում բանակում ծառայած եւ ծառայող բոլոր տղաներից եւ ասում է իմ տղեն շատ բացարձակ տղա է եւ չպետք է ծառայեր եւ դրանից հետո ներողություն է խնդրում։ Տիգրան Ավինյանի հայրը Օփելի վարորդներին ասում է գեղի համբալներ, քաղաքապետը դրա համար ներողություն է խնդրում։ Չի ստացվում, որ այդ ներողությունները պարզապես ձևական են, էլի այդ մարդկանց արժե համակարգը դա է, այլանք
Որովհետև տեսեք, մենք պետք է հասկանանք, հարցս հետևյալն է, եթե դու այլ արժե համակարգի կրող ես, դու չես կարող այդ ամեն ինչի մեջ լինես, որ հետո էլ ասես ներողություն խնդրեցի։ Տեսեք Նարեկ ջան, իհարկե բաներ կան, որ ցանկացած մարդ ինքը անհատապես պետքա դրա համար պատասխան տա, բայց միևնույն ժամանակ մենք շատ հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ մարդկանց պարզապես սադրում են եւ պետքա հասկանանք, որ երկրի ղեկավարները, պաշտոնյաներն են մարդ ու իրանք նույնպես կարող են երբեմն տրվել այդ էմոցիոնալ սադրանքներին եւ երբեմն հունից դուրս գալ եւ փառք Աստծո, որ այս իրավիճակներում որևէ մարդու ֆիզիկապես ոչինչ չի պատահում, օրինակ երբ որ ժամանակին մարդկանց ուղակի բառի համար ծեծում եւ սպանում էին, ուղակի բառերի փոխանակում է լինում, որից հետո այնուամենայնիվ ժողովրդավարական երկրի պաշտոնյաները ներողություն են խնդրում։ Սա էլ է վերաբերմունք, սա էլ է մոտեցում։ Ձեր բանը մոտեցումը վատի հետ համեմատվելն է, վատից մի խազ վերև լինելն է, ոչ թե վատից մի խազ վերև լինելն է։ Մենք դուք ասացիք, բայց ինչի հիշեցիք Քոչարյանի օրոք տեղի ունեցածը։ Մենք տեսնում ենք էլի ժողովրդավարական մեծ առումով մենք պետքա նաև մեր երկրի զարգացման դինամիկային էլ անդրադառնանք, այնպես որ այո, մենք պետքա մեր հետ նաև համեմատվենք, բայց երբ որ էլի համեմատվում ենք ժողովրդավարական շատ երկրների, ապա այնտեղ էլ ենք տեսնում, որ պաշտոնյաները պահի տակ, էմոցիաների տակ, սադրանքի ազդեցության տակ որոշակի քայլեր են անում, որից հետո զղջում են եւ ներողություն են խնդրում։ Սա էլ է նորմալ։ Պարոն Առաքելյան, շարունակելով կրկին ներքաղաքական թեման, ՀԱԿ-ը հայտարարեց, որ ձախողել է Սամվել Կարապետյանի ուժի հետ դաշինք կազմելը։ Դուք ճիշտ է ԿՊ-ով եք առաջադրվելու իշխանական արդեն թեզի շրջանակներում եք, բայց այնուհանդերձ որպես քաղաքագետ, ինչու չկարողացավ ՀԱԿ-ն ու ուժեղ Հայաստանը միավորվել։ Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ռևերանսները, հա, Սամվել Կարապետյանին այդպես էլ տեղ չհասան։ Ես կարծում եմ, որ իրենք ավելի շուտ Սամվել Կարապետյանի թիմը գնահատեց իրավիճակը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշինքը իրենց շատ ավելի բացասական ուրեմն արդյունք կապավի, քան դրական արդյունք, չնայած այն ամեն ինչին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սամվել Կարապետյանին համարեց միակ այսպես փրկիչը, որի շուրջ պետքա հայ ժողովուրդը համախմբվի եւ այլն, չնայած այդ ամենին, չնայած ինչ որ առումով նաեւ քծնանքին, որը ես կարծում եմ հենց Լևոն Տեր-Պետրոսյանին հարիր չէր, երբ որ ինքը իրեն համարում է կամ այդպես էլ համարվում է առաջին նախագահ, եւ այս ամենից հետո ես կարծում եմ պարզապես ՀԱԿ-ում հիմա հասկացել են, որ ինչ որ առումով իրանք օգտագործված են, չգիտեմ, քաղաքականության մեջ նույնիսկ փորձ չունեցող անձի կողմից կամ նրա թիմի կողմից։ Ինչպես են օգտագործվել։ Դե այն առումով, երբ որ ի սկզբանե իրենք փորձեցին իրենց հայտարարություններով քաղաքական լուրջ դիվիդենտներ տալ Սամվել Կարապետյանին, հայտարարելով, որ միակ անձն է, որի շուրջ պետքա համախմբվել, որ հենց Սամվել Կարապետյանը կարող է, չգիտեմ, երկիրը տանել զարգացման եսիմինչ ուղղությամբ, այդ ամենից հետո սա չգնահատվեց Սամվել Կարապետյանի եւ նրա թիմի կողմից։ Ես կարծում եմ նաեւ, որ ենթադրում եմ նաեւ, որ ու նաեւ ինչ որ առումով համոզմունք ունեմ, որ սա նաեւ Ռուսաստանի ցանկությունն է եղել, քանի որ մենք գիտենք, ինչպես արդեն հաղորդման սկզբում նշեցի, Սամվել Կարապետյանը մեծ առումով իր գլխի տերը չի, Սամվել Կարապետյանի փոխարեն որոշվում են դրսից, Սամվել Կարապետյանի փոխարեն խոսում է արհեստական բանականությունը։ Այս առումով էլ ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի փոխարեն որոշվել է ուրիշ տեղերում եւ հիմա իրանք այդ որոշումը ի կատար են ածում։ Եվ առաջիկայում էլ այդպես է լինելու։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հարցազրույցի Ես եմ շնորհակալ։